Արագածն Տիբետեմ լուրեր լատվականն է, ձեզ հետ Լիթ Համբարձումյանն է։ Աշտարակ Գյումրի 84 կիլոմետր երկարությամբ նորակառույց ճանապարհի բացումը նշվեց հանդիսավոր ավտոերթով, որի մասնակցեցին հազարավոր քաղաքացիներ։ Ավտոերթին վարչապետի գլխավորությամբ մասնակցեցին նաև Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Ղուդատյանը, Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, ինչպես նաև պաշտոնատար այլ անձինք։ Աշտարակից Գյումրի ճանապարհի շինարարությունը իրականացվել է 4 փուլով։ Ագարակի հնագիտական վայրը շրջանցող հատվածը, Աշտարակ-Թալին, Թալին-Լանջիկ եւ Լանջիկ-Գյումրի հատվածները, Կառավարության Ասիական զարգացման բանկի եւ Եվրոպական ներդրումային բանկի ֆինանսավորմամբ։ Նորակառույց ճանապարհը առաջին տեխնիկական կարգի է եւ ապահովում է անվտանգ եւ հարմարավետ երթևեկություն։ Բացման տոնական միջոցառումները եզրափակվել են Գյումրու հրապարակում կայացած համերգային երեկոյով։ Նյութը տրամադրվել է Արագածոտնի մարզպետարանի կողմից։ Մաստարա բնակավայրում մեր շուկով նշվեց Սուրբ Ստեփանոս նախավկայի տոնը, Նախաբեկ։ Օրվա խորհրդին համաշունչ հավատացյալները հյուրերը ուխտագնացություն կատարեցին դեպի Սուրբ Նախավկա մատուռ, որից հետո տեղի ունեցավ տոնական հանդիսություն։ Միջոցառման ներկային համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը, համայնքապետարանի ղեկավար կազմը, ինչպես նաև ստորաբաժանումների ղեկավարներն ու աշխատակիցները։ Տոնական ծրագրի ընթացքում ելույթներով հանդես եկան համայնքի պարային համույթները, ինչպես նաև սիրված երգիչներ եւ անհատ կատարողներ, ստեղծելով բարձր տրամադրություն եւ տոնական մթնոլորտ։ Տոնը անցավ ջերմ ու համախմբված միջավայրում, միավորելով թե համայնքի բնակիչներին, թե հյուրերին։ Տոնական ձևավորված տաղավարներում ներկաները հնարավորություն ունեցան համտեսելու հայկական ավանդական ուտեստներ։ Նյութը տեղադրվել է Թալինի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջից Թալինի համայնքապետարանի կողմից։ Հայաստանի Հանրապետության Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է երկար սպասված եւ պատմական նշանակություն ունեցող Աշիր Գորկի Նյու Յորք Երևան նոր ձեռբերում ցուցահանդեսը։ Սա բացառիկ իրադարձություն է հայ արվեստագետների համար, նշելով աշխարհահռչակ նկարիչ Աշիր Գորկի Ոստանի Կադոյան ստեղծագործության առաջին ձեռբերումը Հայաստանում եւ նրա անդրանիկ հանրային ցուցադրությունը հայրենիքում։ 2026 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից Սոթբես աճուրդի ձեռբերված անվերնագիր մոտ 1944 թվականի պաստելային աշխատանքը վերջ է դրել վարպետի գործերի երկարատև բացակայությանը Հայաստանում։ Գծանկարը ներկայացնում է Գորկու հասուն եւ ինքնատիպ ոճի ձևավորումը, դառնալով հիշողության եւ կարոտի խոր արտահայտություն։ Ցուցադրության շրջանակում աներխոսության մեջ է մտնում ավանգարդ արվեստագետների Վիգեն Թադևոսյանի, Ռուբեն Ադալյանի, Բագրատ Գրիգորյանի, Հենրիկ Էլիբեկյանի, Սեյան Խատնամանջյանի եւ այլոց ստեղծագործությունների հետ, որոնց համար Գորկին դարձել է կամուրջ հայկական ավանդույթի եւ ամերիկյան մոդեռնիզմի միջև։ Ցուցադրությունը բաց է բոլոր այցելուների համար։ Նյութը տրամադրվել է Հայաստանի ազգային պատկերասրահի կողմից։ Նարեկացի արվեստի միությունում տեղի ունեցավ Մանոն Արմինե Ավետիսյանի ու կբացվեն դռները գոց խորագրով ցուցահանդեսի բացումը։ Նարեկացի արվեստի միության ցուցահանդեսների համադրող արվեստաբան Տաթևիկ Համբարձումյանը բացման խոսքում նշեց, որ Տիկին Արմինեի աշխատանքներում ցավի պատկերումը հնարավորինս անուղղակի է ներկայացված։ Մանոն Արմինե Ավետիսյանը ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի էսթետիկայի ֆակուլտետի նկարչագծագրական բաժինը։ 1994 թվականից Հայաստանի նկարիչների միության, իսկ 2001 թվականից ՅՈՒՆԵՍԿՕ-ի նկարիչների միության անդամ է։ Ունեցել նաև մի շարք խմբակային եւ անհատական ցուցահանդեսներ Հայաստանում եւ արտերկրում, որոնցից առանձնանում են Փարիզում կազմակերպված 9 անհատական ցուցահանդեսները։ Վերջին անհատական էմոցիոնալ փոթորիկ խորագրով ցուցահանդեսը տեղի ունեցել 2024 թվականի Հայաստանի նկարիչների միությունում։ Ցուցահանդեսը բաց է մինչև մայիսի 1-ը։ Նյութը տրամադրվել է Նարեկացի արվեստի միության կողմից։ Ապրիլի 16-ին Սերգեյ Փարանջանովի թանգարանում տեղի ունեցավ կինոյի տաճար խորագրով ցուցահանդեսի բացման արարողությունը։ Ցուցադրության շրջանակներում ինստալացիոն ձևաչափով ներկայացվում է Սերգեյ Փարանջանովի «Նռան գույնը» ֆիլմի հիմնական մոնտաժից դուրս մնացած վերականգնված եւ մոռացությունից փրկված կադրերը։ Ցուցադրությունը կազմակերպվել է Սերգեյ Փարանջանովի թանգարանի եւ Հայաստանի կինոյի հիմնադրամի համատեղ ջանքերով։ Նախագիծը նվիրված է մեծանուն ռեժիսոր Սերգեյ Փարանջանովին։ Մտահղացման հեղինակը պրոդյուսեր Դենիել Բռն է։ Նախագիծը նախկինում ներկայացվել է 2019 թվականի Ռոտերդամի միջազգային կինոփառատոնում, ինչպես նաև Այլարատ նախկին Ռոսիա կինոթատրոնում, իսկ 2024 թվականի ապրիլի ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում Փարիզում։ Ապրիլի 17-ից մայիսի 14-ը թանգարանի այցելուները հնարավորություն կունենան դիտել այս կադրերը նորովի եւ բացահայտել Փարանջանովյան կինոյի խորհրդավոր աշխարհը։ Նյութը տրամադրվել է Սերգեյ Փարանջանովի թանգարանի կողմից։
Սպորտային նորություններից 2026 թվականի ապրիլի 10-ից 12-ը Մոսկվայում կայացավ Ռուսաստանի բաց առաջնություն, միջազգային մրցաշարը ETF Հեքիու Կորեա Ֆեդերացիայի հովանու ներքո։ Մրցաշարին մասնակցեցին Ապարան համայնքի մանկապատանեկան մարզադպրոցում գործող Չոնջի ակումբի 13 սաները։ Չոնջի ակումբի սաները բոլոր մրցումնային ձևերում նվաճեցին 25 մեդալ, որոնցից 11-ը ոսկե, 2-ը արծաթյա և 12-ը բրոնզե մեդալ։ Մարզիչ Հայկ Հակոբյան, նյութը տրամադրվել է Ապարան համայնքի մանկապատանեկան մարզադպրոցի կողմից։ Ապրիլի 16-ից 19-ը Բուխարեստ քաղաքում տեղի ունեցավ ազատ ոճի ըմբշամարտի մինչև 17 տարեկանների միջազգային մրցաշար, նվիրված Կոստանդին Ալեքսանդրուի և Իոան Պոպովիչի հիշատակին։ Մրցաշարին մասնակցեց Աշտարակի մարզադպրոցի սան Արթուր Մկրտչյանը և փայլուն ելույթ ունենալով գրավեց առաջին պատվավոր տեղը։ Նյութը տրամադրվել է Աշտարակի մարզադպրոցի կողմից։ 2026 թվականին տեղի ունեցավ Հայաստանի պատանիների և աղջիկների շախմատի առաջնության եզրափակիչ փուլը, որին մասնակցեցին Հայաստանի շախմատի ակադեմիայի սաները, գրանցելով աննախադեպ արդյունք։ Նրանք նվաճեցին 16 մեդալ, 8 ոսկե, 4 արծաթե և 4 բրոնզե։ Ներկայացնում ենք մրցանակակիրներին՝ մինչև 8 տարեկան պատանիներ, երկրորդ տեղ Կացակյան Ռուբեն, երրորդ տեղ Ադամյան Մարկ, մինչև 8 տարեկան աղջիկներ, առաջին տեղ Մակարյան Անժելա, երկրորդ տեղ Ներսիսյան Յանա, մինչև 8 տարեկան պատանիներ, առաջին տեղ Մովսիսյան Սամվել, մինչև 10 տարեկան աղջիկներ, առաջին տեղ Բաղրամյան Սոֆիա, մինչև 12 տարեկան պատանիներ, առաջին տեղ Աղոյան Գևորգ, երկրորդ տեղ Մելքոնյան Դավիթ, մինչև 12 տարեկան աղջիկներ, առաջին տեղ Իսախանյան Նարե, մինչև 14 տարեկան պատանիներ, երրորդ տեղ Ստեփանյան Դավիթ, մինչև 16 տարեկան պատանիներ, առաջին տեղ Սողոմոնյան Տիգրան, երկրորդ տեղ Մաղաքյան Հայկ, մինչև 18 տարեկան պատանիներ, առաջին տեղ Հովակիմյան Վաչե, երկրորդ տեղ Փաշիկյան Ռոդոլֆ, մինչև 18 տարեկան աղջիկներ, առաջին տեղ Հայրապետյան Նվարդ, երրորդ տեղ Ավետիսյան Անի։ Նյութը տրամադրվել է Հայաստանի շախմատի ակադեմիայի կողմից։ Այսքանը մեր լրատվությունը սպառվեց։ Ես ձեզ մաղթում եմ հաճելի ու խաղաղ օր։ Ցտեսություն։